Պարոն Մխիթարյան, այս օրերին գիտենք, որ հանրային քննարկման այսպես առանցքում հայտնվել է դերասան Մկրտիչ Արզումանյանը, նա այսպես եթե նախկինում կամային արվեստի գործիչ էր, մենք տեսանք նաև հակառակ պատկերը, երբ նա փորձեց հաճոյանալ Նիկոլ Փաշինյանին, ինչ կարծիքի եք նրա Այն գնահատականները, որը դուք տալիս եք Անահիտ ջան, եկեք ես չմեկնաբանեմ, որտեղ Մկրտիչ Արզումանյանը իմ համար օտար մարդ չի, ու եթե ես իրան մի օր հանդիպեմ փողոցում, իմ կարծիքը իրեն կասեմ, այսպես հանրային չեմ ասի, որտեղ մենք իրար հետ անցած ուղի ունենք, ճանապարհ ունենք, իմ համար այդ տարիները շատ թանկ են, ինչ է ասել, ոնց է ասել, ինչպես է ասել, ես իրեն կասեմ, եթե հանդիպեմ, այսպես չեմ մեկնաբանի ոչ մի։ Պարոն Մխիթարյան, տեսնում ենք, որ մշակույթի գործիչները լուռ եւ անհաղորդ են մնում այս իրավիճակին, երկրում տիրող իրավիճակին, կարծեք թե իրենց համաձայնությունը, լուռ համաձայնությունն են տալիս, բայց նրանց երբ հարցադրումներ են կանում, ասում են քաղաքականությանը չեն խառնվում, բայց տեսնում ենք, որ շատ դեպքերում իշխանությանը այսպես ջաղացին ջուր են լցնում։ Սա ինչով է պայմանավորված։ Վերջի 7 տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ անգամներ ունեցել են հնարավորություն իրենց համար որոշումներ կայացնել։ Այդ որոշումները կարող են մեզ դուր գալ, կարող են մեզ դուր չգալ, բայց փաստ է, որ 7 տարին բավական ժամանակահատված է, որպեսզի մենք դադարենք զարմանալ։ Ըստ այդմ 7 տարվա ընթացքում ու ավելին ասեմ, 7 տարին մի քիչ շատ եմ ասում, պատերազմից հետո ու Արցախի հանձնումից հետո հստակ գիծը գծվել է, ով այս կողմում է, ով դատապարտում է այդ ամեն ինչ, ով ամեն ինչ անում է, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն, շատ ակնհայտ են ու շատ ակնառու են, այն բոլոր մարդիկ, ովքեր իրենց հեռու են պահում, դա իրենց որոշումն է եւ զարմանալ կամ սпасել ավելին իրենցից կարծում եմ այլևս անիմաստ է, որովհետեւ իրենք բազմաթիվ անգամներ հնարավորություններ ունեցել են դիրքավորվելու։ Հիմա իրենց դիրքավորումը այդպես է, Աստված իրենց է։ Այսինքն նրանց լռությունը դուք բացառապես իրենց դիրքավորվելու, իրենց կոմֆորտ զոնայի մեջ տեղավորված լինելու հետ եք պայմանավորվում։ Տեսեք, մարդուն ես ասեմ, ես ինչպես եմ առաջնորդվում, հա։ Ես առաջնորդվում եմ իմ խղճով, իմ ունեցած դաստիարակությամբ, որը ինձ իմ ծնողները տվել են, իմ գիտելիքներով, պատմության ուսումնասիրությամբ, իմ հայ լինելով եւ իմ հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելով։ Այս ամեն ինչի արդյունքում ձևավորվում է ինչ որ մի միջուկ արժեհամակարգային, որով ես առաջնորդվել եմ ու առաջնորդվելու եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Մնացած բոլոր մարդիկ առաջնորդվում են իրենց հարմար, իրենց համապատասխան։ Այլևս սովորական մարդիկ ու էլեկտորատը իրենք պիտի դատեն, իրենք ինչպիսի մարդիկ են ուզում իրենց կյանքում տեսնել։ Գցի ես կողմում գտնվող, թե գցի ես կողմում։ Պարոն Մխիթարյան, իսկ եղել է, որ ձեր արվեստի ընկերների, ձեր այսպես մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ կապը դադարեցնեք բացառապես այն Բազմաթիվ նման պատճառով։ մարդիկ կան։ Բազմաթիվ։ Չեք ափսոսում ձեր այդ որոշումը։ Ես չեմ ափսոսում, ես ափսոսում եմ, որ ժամանակին մի քիչ այլ կարծիք եմ ունեցել իրենց մասին, զուտ դա։